Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ պիտի խոսենք շատ հետաքրքիր մի թեմայի մասին։ Ֆուտբոլ հանուն հավասար հնարավորությունների ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից եւ մինչեւ այսօր շուրջ 800 երեխաներ ներգրավվել են սպորտային խաղերում։ Նախագիծն ուղեկցված է սոցիալական ներառման եւ հավասարության խթանմանը Տավուշի մարզի 32 գյուղական համայնքներում ներառական ֆուտբոլի միջոցով։ Այն իրականացում է Հույսի կամուրջ ՀԿ-ի կողմից Դիլիջան, Իջևան, Բերդ եւ Նոյեմբերյան խոշորացված համայնքներում։ Նախագիծը նպատակ ունի ներառական սպորտի եւ խաղերի հնարավորություններ ընձեռել 480 անապահով եւ խոցելի երեխաների եւ 82 դպրոցների 250 ֆիզիկական դաստիարակության ուսուցիչների, նրանց օգնականների եւ հոգեբանների համար։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Արմինե Ներսիսյանը, Հույսի կամուրջ ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրենը եւ Վահե Արուստամյանը, ծրագրի օգնականը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ո՞նց եք։ Շատ լավ։ Մի փոքր ներկայացեք հենց այս կարևոր իրադարձության մասին, որի մասին քիչ առաջ ես արդեն ասեցի։ Նախ շնորհակալություն այստեղ գտնվելու, այս հաճելի միջավայրում լինելու համար։ Ֆուտբոլ հանուն հավասար հնարավորությունների այս ծրագիրը արդեն երրորդ փուլում է եւ դեռևս մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերից։ Իրականում ծրագիրը ուղղված է սոցիալական ներառմանը եւ հավասարության խթանմանը, բարձրացնելով այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաների մասին իրազեկությունը, կոտրելու կարծրատիպերը հաշմանդամություն ունեցող երեխաների շուրջ ստեղծված, ինչպես նաև սա հրաշալի հնարավորություն է կառուցելու զարգացած ներառական համայնքներ Հայաստանում, մասնավորապես Տավուշի մարզում։ Ծրագրի այս փուլում ներգրավված են 4 խոշորացված համայնքների 32 դպրոցներ, առաջին մրցաշարում, որը կլինի գարնանային մրցաշարը, 16 դպրոցներ եւ երկրորդ մրցաշարը աշնանային եւս 16 դպրոցներ կմասնակցեն ծրագրին։ Հիմնական գործունեությունը կազմակերպությունը ծավալում է Տավուշի մարզում եւ այս ծրագիրը մեր հերթական ծրագրերից մեկն է ի նպաստ խոցելի ընտանիքների, մասնավորապես հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման, կրթության եւ սոցիալական ներառման։ Վահե, ձեր պատկերացումը ծրագրի մասին ինչպիսին է։ Իրականում ծրագիրը, երբ որ առաջին դեռ սկսելու փուլում էինք, մի քիչ մարտահրավերային էր պատկերացնելու ընթացքը, սկիզբը եւ դրանից բխող իր զարգացումը, բայց արդեն երբ որ սկսեցին երեխաները խաղալ, երեխաները լինել իրենց միջավայրում, ծրագիրը ինքն իրեն բացեց այդ պատկերացումները ավելի լայն եւ արդեն երրորդ փուլում մենք ունենք այնպիսի միջավայր, որտեղ երեխաները սովորում են խաղի միջոցով եւ խաղի միջոցով սովորելը նաեւ նպաստում է սովորելով սովորեցնելուն հասակակիցը հասակակցից ավելի լավ սովորելու եւ խաղի միջոցով այդ խաղի դաստիարակության միջոցով սերունդների վրա ազդելու մտածողություն փոխելու եթե ոչ ես ապա այդ ելով գաղափարը առաջ տանելու, որովհետեւ կարծիք կա կարծրատիպային, որ ասում են եթե հաշմանդամություն, ապա այլ ինչ սպորտ, բայց երեխաները նամանավանդ մարզում ապացուցեցին եւ շատ գունավոր, շատ գեղեցիկ, շատ մեծ ձեռքբերումներով ցույց տվին, որ հաշմանդամությունը դա պարզապես հնարավորությունների մեկ այլ խումբ է բերում իր հետ, ճիշտ օգտագործելու եւ այդ հնարավորություններով ճիշտ զարգացնելու ինքդ քեզ։ Շատ լավ, այս ծրագիրն իրականացնելու համար ես կարծում եմ շատ կարևոր է միջավայրը եւ հոգեբանների կարևոր մասնակցությունը դերակատարումը, որովհետեւ հանդիպելով որոշակի խոչընդոտների կամ արգելքների, հոգեբանորեն շատ կարևոր է ճիշտ ուղղություն տալ, որպեսզի ամենը գնա իր ճանապարհով եւ հունով։ Ինչքանով ենք նախապատրաստված այս մարտահրավերին։ Շնորհակալություն հարցի համար, իսկապես ծրագրի բովանդակության մեխը դա սպորտային ներառական միջավայր ստեղծելն է եւ այստեղ ներգրավված են բոլոր դպրոցների ուսուցիչները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները, դպրոցների հոգեբանները, ուսուցչի օգնականները, ինչպես նաեւ Հույսի կամուրջի սոցիալ-հոգեբանական կավարժական անձնակազմը եւ այդ առիթով ուսուցիչները նախ եւ առաջ վերապատրաստումներ են անցնում
հասկանում, թե ինչ հնարավորություններ կան, որովհետև սա հնարավորություն է հենց մանկավարժի մոտ կոտրելու այդ կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցող երեխան այո կարող է ֆուտբոլ խաղալ։ Սա ընկալում է, որի փոփոխությունը մենք բերել ենք արդեն ուսուցիչների շրջանում։ Իսկ հոգեբաններն ու օգնականները աջակցում են ուսուցիչներին, որպեսզի ստեղծվի այն ապահով ներառական միջավայրը, որտեղ երեխաները ներգրավվում են, եւ դա ոչ միայն օգնում է նրանց կրթությունը բարելավելու, այլ որպեսզի իրենք մեծ արդյունքներ գրանցեն իրենց գործունեության մյուս ոլորտներում նաեւ։ Բացի այն, որ սովորում են ֆուտբոլ խաղալ, մասնակցել խաղերին, իրենք զարգացնում են նաեւ իրենց ինքնագնահատականի, ինքնահաստատման, խմբային պատկանելության այդ կարողությունները, որոնք օգնում են իրենց դառնալու խմբի անդամ եւ ամբողջությամբ դրսեւորելու իրենց հնարավորությունները։ Սա հիանալի է, որովհետև արդեն կա երկկողմանի համագործակցությունը, հա, ու այստեղ շատ կարևոր է նաև ծնողի դերը։ Ինչքանով է կարողանում այդ դիալոգը հաստատել ծնողների հետ, որովհետև այնինչ արվում է այդտեղ, շատ լավ է, բայց այդ ամենը պիտի ոչ թե այդտեղ ավարտվի, այլ շարունակվի տանը նաև ծնողի արդեն խորհուրդներով։ Այո, ծրագրի մի փուլն էլ դա հանրային իրազեկության մեծ արշավներն են, ոչ միայն հասարակության, այլ հենց ընտանիքներում, որովհետև մենք ունենք խումբ, որտեղ տարբեր սոցիալական խմբերի երեխաներ են, եւ այստեղ շատ կարեւոր է իրենց հաղորդակցումը միմյանց հետ, հանդուրժողականությունը, իրավունքները մեկը մյուսի իմանալ, եւ այստեղ իսկապես կարեւոր է ծնողական կրթությունը, որը եւս կազմակերպությունը իրականացնում է թե որպես հույսի կամուրջ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպան կազմակերպություն, թե որպես մասնավորապես ֆուտբոլ հանուն հավասար հնարավորությունների ծրագիրը իրականացնող։ Այստեղ եւ ծնողները տալիս են իրենց թույլտվությունը, որովհետեւ դա դառնում է խումբ եւ այդտեղ աշխատում է մի մեծ բանակ, թե ուսուցիչներ, թե մասնագետներ, թե բժշկական անձնակազմ, թե մրցավարներ եւ այդ առումով այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է ավելի լայն ներառման գնալու, որտեղ տարբեր մասնագետներ են, որտեղ հասարակության տարբեր շերտեր են եւ այդ ներառականության գաղափարախոսությունը բերում է իր արդեն ներառական ընկալումը։ 2023-ից է ծրագիրը մեկնարկել, այսինքն արդեն ունենք, հա, մարզիկներ, երեխաներ, ովքեր մարզվել են։ Ինչ արձագանքներ ունեք նրանցից։ Խանդավառությունը մեծ է, մրցակցությունը ավելի մեծ է։ Ինչքան էլ ուզում ենք երեխաներին այսպես այն հուզական պորտկումների մեջ ասել, երեխեք ջան, սա ընկերական խաղ է, բայց մեկ է ուզում են որ հաղթեն եւ այդ խմբին իրար օգնելու խաղից առաջ, խաղից հետո խումբ դառնալու, համայնք ներկայացնելու այս ձգտումները չափազանց մեծացել են հենց ծրագրի շնորհիվ։ Ունենք երեխաներ, որոնք անգամ կրթության նկատմամբ ունեն մի փոքր այսպես թերահավատություն, դպրոց չգնալու, խուսափելու, սա հնարավորություն էր նրանց համար ինքնահաստատվելու եւ հաճախելու իր կրթական հաստատությունը, երեխաներ ունենք, որոնք արդեն կողմնորոշվել են դեպի ֆուտբոլը, երեխաներ, որոնց համար այս ծրագիրը դարձավ իսկապես հասարակության մեջ իր դերը հասկանալու, այնպես որ արդյունքները բավականին մեծ են, ես այստեղ նաև ուզում եմ կարևորել մեծահասակների կրթությունը, որ ծրագիրը տալիս է, որովհետև ամեն դեպքում մենք դեռևս ունենք հասարակություն, որը մի փոքր դեռ կարծրատիպեր ունի այս հաշմանդամության թեմայով, սա խաղը դիտելով տեսնում են, որ ընդհանրապես պետք են ստեղծել պայմաններ, իսկ երեխաները յուրաքանչյուրը իրենց կարողություններով հանդես կգան։ Շատ լավ, Վահե, ըստ ձեզ ինչը կավելացնեիք ծրագրում, այ ինչն եք տեսնում, որ մի փոքր կարելի է շտկել եւ ավելացնել կամ փոփոխել։ Ծրագրում պարզապես հետագայի համար կավելացնենք հենց հույսի կամուրջի ֆուտբոլային թիմ ունենալու նախաձեռնությունը գաղափարը, ինչի համար, քանի որ մեր այս տարբեր շրջափուլերի երեխաները, երբ որ արդեն իրենք են նախաձեռնողը, իրենց համայնքներում մինի ֆուտբոլային թիմեր են հավաքում, գնում խաղում կամ միշտ բան են տալիս, մեսեջ են տալիս մեզ, որ երբ նորից կրկնենք, երբ նորից կլինի, որովհետև
ինչքան էլ երեխային ասում ես, որ հա, այս մի դպրոցն է ավելացել, դուք էսա իրար հետ կխաղաք, հետո նրանք բոլորը կխաղան, ովքեր որ մի этап արդեն խաղացել են, իսկ երբ որ մենք հետագայում դեռ ապագայում գուցե մի օր ունենանք հենց Տավուշի մարզի հույսի կամուրջի ֆուտբոլի թիմ, հենց մեր մարզիկներին մենք կարողանանք ներգրավել ու ստեղծել մարզային ներառական ֆուտբոլի լավագույն թիմը Հայաստանում։ Ես համոզված եմ, որ նաև մտածել եք այդ գաղափարի շուրջ, բայց մի առաջարկ չգիտեմ անեմ, օրինակ արդյոք փորձել եք երեխաներին հանդիպում կազմակերպել հենց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ, ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցել։ Այսօր մենք ունենք հիանալի թիմեր, իդեպ ասեմ, որ մեր հավաքականը այսօր հենց Վազգեն Սարգսյանի հանրապետական մարզադաշտում մասնակցելու է Հայաստան-Վրաստան հանդիպմանը, այնպես որ սա շատ կարևոր հանդիպում է, հաջողություն մաղթենք մեր հավաքականին։ Արդյոք նման միտք կար կամ իրականացրել եք միգուցե։ Իրականում բոլոր մրցաշարերը վարվում է հենց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարի կողմից եւ ունեցել ենք այդպիսի այո ֆինալային փուլերում ֆեդերացիայից չէ, բայց ֆուտբոլային ինչ-որ թիմերից եղել են հայտնի ֆուտբոլ խաղացողներ, ովքեր եկել են երեխաներին ոգևորել են, բայց իհարկե իրենց ձգտումը ավելի մեծ է, որպեսզի հավաքականի հետ հանդիպեն եւ սա մեր պլաններում կա։ Կարծում իրականացնելը դժվար չի դրան։ Այո, բացի դա ես կուզենամ հավելել նաեւ, որ մեր ֆուտբոլային թիմերը տղաներից եւ աղջիկներից են բաղկացած, որը ել ավելի նպաստում է, որ թիմը լինի հանդուրժողական, այդ վերաբերմունքը, հա, միմյանց նկատմամբ կայանա եւ սա եւս մի փորձ էր, իհարկե այստեղ նաեւ պահելով ստանդարտները տարիքային, մենք կարողացանք աղջիկներին տղաների հետ խաղացնել եւ հաջողություն գրանցել այստեղ։ Շատ լավ է։ Մենք մաղթում ենք հաջողություններ ձեր բոլոր ծրագրերին, որովհետև գիտենք, որ բացի նաև այս ծրագրից շատ ծրագրեր եք իրականացնում, սա շատ կարևոր է։ Մենք էլ սիրով այս ամենը կլուսաբանենք մեր եթերների ընթացքում։ Ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինի, որպեսզի ձեր յուրաքանչյուր հաղթանակը նշեք այս գինով։ Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը ներկայանում է խոհանոցային պարագաներով, համոզված եմ, որ խոհանոցում շատ լավ եք պատրաստում։ Սա մի փոքր կթեթևացնի ձեր հոգսը, այս դանակները հատուկ ծածկույթով են, որոնց վրա չեն հավաքվում թունավոր բակտերիաներ, այնպես որ համոզված եմ Տրամոնտինայի այս արտադրանքը կթեթևացնի ձեր հոգսը եւ ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները, որոնք նախատեսված են կարևոր խոսքերը ասելու համար սիրելի ու հարազատ մարդկանց։ Այս բացիկները նախատեսված են ծաղիկների կամ նվերների հետ միասին նվիրել սիրելի մարդկանց եւ ձեր փոխարեն կխոսեն արդեն բացիկները։ Առաջինը Նունե Եսայանի երգից է մենակ ես էր ինձ պակասում սիրահարվել ու մնալ արթուն, երկրորդը Մանասերյան աշխարհում սիրեցի քեզ միայն։ Այս բացիկները ձեզ խնդրեմ եւ շնորհակալություն ու համոզված ենք, որ դեռ շատ ու շատ հետաքրքիր ծրագրեր եք իրականացնելու։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այս պայն կարճ դադար կունենանք, հետո արդեն կվերադառնանք եւ կամփոփենք ծրագիրը։